Եվ ճեպազրույցում եւ երեկել նաեւ այդ հանդիպումները ամփոփելիս շատ ուղիղ ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Սա ուղիղ սպառնալիք չի քաղաքական հայտարարություն է։ Այն պայմանավորվել եք, պարոն Մինասյանն էլ էր ասում Արծվիկ, այդ նույն բառապաշարով ինչ դուք ասացիք, հետաքրքիր էր։ Տեսեք, քաղաքական հայտարարություն է ընդամենը եւ վերջ, որը կրկին չմեկնաբանելու։ Հայտարարությունը մեր շարքային քաղաքական Նախ դրանից առաջ մենք զուգահեռ ենք խոսում։ Դե լավ, դուք խոսեք։ Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության եւ այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող հանդիսանալը։ Հետևաբար քաղաքական դեմքերը ազատ են անել քաղաքական հայտարարություններ եւ այդքանը։ Հիմա դեռ ենթադրություններով մի ամբողջ ժողովրդի սպառնում եք, այս կոնկրետ Ես եւ ասել, որ վարչապետը հայտարարում է այդ համատեքստում, որ մի շարք քաղաքական ուժեր պատրաստվում են ռևիզիայի ենթարկել խաղաղության օրակարգը։ վարչապետի խոսնակի դեր ստանձնում ենք վարչապետի Բայց չէ, պարզապես հարցադրում անում եք, ես էլ վերացնում եմ ձեր հարցադրումը։ իրական շնորհակալ եմ եւ այնուհետեւ եթե ես չեմ սխալվում, շարունակվում է միտքը հետեւյալ ուղղությամբ, որ դա պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ եւ կարող ենք ասել, որ Ադրբեջանի համար նախընտրելի թեկնածուն Հայաստանում քաղաքացիական պայմանագիր։ Գիտեք, դուք ինչ ուզում եք կարող եք ասել եւ այդքան էլ դա չի։ Անել կներեք ու վերջ իմ թեմայից էր երևի դուք սրան պատասխանել եք կներեք եթե ես չեմ լսել երբ քաղաքացիությունը Դանիել Հովհաննիսյանն ու Արթուր Սարգսյանց առաջարկում են կամ քննարկել են նախկինում են առաջարկել եկեղեցու հատուկ կարգավիճակը սահմանադրությունից հանել դուք դրա կողմնակցեք Մենք մեր տեքստում եկեղեցու կտորը այնպես կա նախատեսված ինչպես այսօր է